Հաջորդ թեման մոնոտոն ֆունկցիայի սահմանն է։ Teorem. Նույնիսկ f-ը որոշված է այ ձախակողմյան շրջակայքում, հա, a մինուս դելտա 0-ից a ֆունկցիան աճող է։ Եթե f-ը սահմանափակ է, մինուս դելտա 0 i-ի վրա, ապա f-ը i-ում ունի ինչպիսի սահման, վերջավոր սահման։ Գոյություն ունի սահման f(x) x-ը ձգտում է i-ին, իհարկե i-ին կարող ենք ձգտել միայն ցախից։ Մյուսը ունի անգամ թիվ։ Հակառակ դեպքում երբ f-ը անսահմանափակ է, սահմանափակ է, նո իհարկե այստեղ սահմանափակությունը որ կողմից է կարևոր, վերև թե ներքև, հա։ Այստեղ կարող ենք ավելացնել վերևից բառը, հա։ Իհարկե առանց ավելացնելու էլի ճիշտ է, այս կարող ենք ամեն դեպքում հետել։ Հակառակ դեպքում, երբ f-ը սահմանափակ չէ վերևից, սահման f(x) x-ը ձգտում է a մինուսը, ինչպիսին կլինի։ Պլյուս անվերջ, հա։ Համանման մի հատ էլ թեորեմ կարող ենք նվազող ֆունկցիաների համար ձևակերպել։ Նույնիսկ f-ը էլի a մինուս դելտա 0 i-ի վրա որոշված եւ նվազող է։ Այս պարագայում արդեն մեր համար կարևոր է սահմանափակությունը վերևից, ներքևից, հա, f-ը սահմանափակ է ներքևից, ապա գոյություն ունի սահման f(x) x-ային ձախից ձգտելիս եւ այդ սահմանը կլինի վերջավոր։ Իսկ հակառակ դեպքում սահման f(x)-ը լինի մինուս անվերջ։ Այ Նկատի ունենք, երբ որ այն ձախից ես մոտենում, հա, այս ան է, ինքը հաճող ֆունկցիա է, այսօր իրա սահման f(x)-ն է, x-ը այն ձախից ձգտելիս։ Բայց սահմանը մենք դիտարկում ենք որպես արժեք, չէ՞։ Արժեքների սահմանն ենք դարում։ Ու այում ասելով նկատի ունենք
A կետում ասելով նկատի ունենք, երբ որ x-ը ձգտում է a-ին։ Տվյալ դեպքում a-ին կարող է մոտենալ միայն ձախից, հա։ Աճից չկարող մոտենալ։ Կարող ենք իհարկե շեշտել ձախից ձախակողմյան սահմանը գոյություն ունի, հա, բայց որ կոնտեքստից հասկանալի է, որ միայն ձախակողմյանի մասին կարող ենք խոսալ, հա։ Okay, A-0-ները կարող են գրել, որ զոտ նշանակման հարցա, ոնց հարմար է, այնպես էլ գրեք, կարող եք A-0, A+0 գրել, կարող եք 0-ները բաց թողնել։ Բարի։ Այս թեորեմներից մեկն մեկը ապացուցենք, մյուսը կստացվի պարզապես մինուս f-ը դիտարկելով, հա։ Օգտով մինուս f-ը մեկ աճողա մինուս f-ը կլինի նվազող։ Բարի, որն եք ուզում ապացուցենք։ Երկրորդ։ Հիմա նախ դիտարկենք այն դեպքը, երբ որ ներքևից սահմանափակ է, հա։ Հիմա արդեն դրան համապատասխան գծագիրը ստեղ գծեմ, հա։ Անա նվազողա, ներքևից սահմանափակ է ու իհարկե A կետում որոշված չի մեր ֆունկցիան, հիմա ուզում ենք ցույց տանք, որ սահմանը գոյություն ունի, այստեղ ոնց որ նախ պետք է կողմնորոշվել, թե որ թիվը կհանդիսանա այս ֆունկցիայի սահման, հետո ցույց տալ, որ իրոք այդ թիվը հանդիսանում է ֆունկցիայի սահման։ F-ը A-ում որոշված էլ չի։ Հետո իհարկե լավ, որպեսզի տենց մի քիչ էլ ավելի այսպես կարող է լինի, չէ։ Հա, տենց անընդհատ չգծեմ, որ հանգարց տենց տպավորություն չստեղծվի, որ մեր ֆունկցիան անընդհատ է, ասենք այսպես այսպես օրինակ, հա, ու տենց կարող է անվերջատ կտորներ լինել։ Այո, ինֆիմը պետք է դիտարկենք, ճիշտ է։ Հա, բայց այս սահմանափակության համար մենք չպետք է ասենք, որ դա պետք է անընդհատ լինի։ Չէ, անընդհատության հետ կապ չունի։ Անընդհատության հետ կապ չունի։ Եթե արժեքների բազմությունը սահմանափակ է, հա, այդ պարագայում կարող ենք պնդել, որ ինֆիմումը ինչպիսին է։ Վերջավոր է, հա։ Այս դեպքում ինֆիմում fx, իհարկե որտեղ x-ը վերցնում ենք մեր x-ը պատկանում է այդ a մինուս դելտա 0, ահա, այսինքն իր որոշման տիրույթի վրա, հա։ Դեպքում ինֆիմումը, որը եկեք նշանակենք a-ով, հա, կամ որպեսզի տենց փոքրատառ m-ով, այդ դեպքում ինֆիմումը վերջավոր է։ Այսինքն այս թիվը իրական թիվ է։ Ցույց տանք, որ սահման fx-ը, x-ը այն ձախից մոտենալիս, այդ m-ն է։ Այսինքն հիմա արդեն ունենք մի թիվ, որին կարծում ենք, որ ձգտում է ու արդեն կարող ենք օգտվել սահմանի սահմանումից։ Հիմա
Այս ինչ է նշանակում, որ ինֆիմումը m է։ Ունենք, որ առաջինը մեր ֆունկցիայի բոլոր արժեքները x-ը մեծ հավասար m բոլոր x-երի համար a մինուս դելտա 0-ից a եւ նաև ունենք, որ կամայական էպսիլոն դրական թվի համար, հա, ասեն, եթե այս մեր m-ն է, հիմա m-ը պետք է m պլյուս էպսիլոնը դիտարկենք, հա, ու դրանից փոքր արժեք ինքը պետք է ընդունի։ Կամայական էպսիլոնի համար գոյություն մի հատ x0, իհարկե x0-ն a մինուս դելտա 0 a-ից է, այնպես որ fx0-ն փոքր է m պլյուս էպսիլոնից, շատ լավ։ Հա, ասեն ինչ-որ մի կետում արժեքը կարող է ավելի մեծ գծագիրը գծեմ կամ ոնց որ այդ երևա փոքր է m պլյուս էպսիլոնից։ Հիմա մենք ուզում ենք տեսնենք, որ fx-ը m-ին մոտիկ է, եթե x-ը մոտիկ է x-ը մոտիկ է այն, հա? Լավ։ Այսպես ասում էր անա այս մեր m-ն է, թող սա լինի այդ m պլյուս էպսիլոնը, այս էլ ինչ-որ մի հատ x0 է, հա, որում արժեքը m պլյուս էպսիլոնից փոքր է։ Հիմա ինչ եք կարծում, որ x-երի համար կարող ենք պնդել, որ ֆունկցիայի արժեքները m-ին մոտիկ կլինեն։ x0-ից a, այդ միջակայքի վրա։ Քանի որ f-ը նվազող է, ուստի կամայական x-ի համար x0-ից մինչև a ունենանք, որ fx-ը, x-ը x0-ից մեծ է, ուրեմն fx-ը փոքր է հավասար, ճիշտ է։ Համաձայն երկուսի, հա։ Մյուս կողմից կներեք, այս համաձայն երկուսի չէ, այս fx-ը փոքր է հավասար fx0, մի հատ էլ փոքր է m պլյուս էպսիլոն, հա, fx-ը փոքր է հավասար fx0, մի հատ էլ էս էլ փոքր է m պլյուս էպսիլոն, այս վերջինը, հա, համաձայն երկուսի։ Հա։ Մյուս կողմից մեկից ունենք, որ fx-ը մեծ հավասար m, մասնավորապես x0-ից a բոլոր կամայական x-ի համար x0-ից a։ Այսինքն ինչ ստացանք, որ fx-ը m-ի ու m պլյուս n միջև է։ Հետևաբար կամայական x-ի համարը x0-ից a-ի համար ունենք, որ fx-ը m-ի և m պլյուս էպսիլոնի միջև է։ Հիմա այսինքն ստեղից բխում է, որ մոդուլ fx հանած m-ը
փոքր է y-ից։ Հիմա մնում է այն դելտան ասեք, թե դելտան ինչքան վերցնենք, որ ասենք i-ի այդ ծախակողմյան դելտա շրջակայքում սա տեղն է։ x0-ի ու i-ի տարբերության մոդուլը, իրենց հեռավորություն, հա, կամ a մինուս x0-ն։ Վերցնելով դելտան հավասար է a մինուս x0, որը դրական թիվ է, կստանանք, որ նոր կամայական էպսիլոնի համար գոյություն ունի, հա, այդ դելտա։ Այս կստանանք, որ, հա, այնպես որ հենց x-ը պատկանում է a մինուս դելտայից a մինուս դելտան նկատեք, որ պարզապես x0-ն է տալու։ Տեղից բխում է, որ մոդուլ fx հանած m-ը փոքր է էպսիլոնից։ Հետևաբար սահման fx-ը x-ը այն ձախից ձգտելիս գոյություն ունի ու այդ հավասարվում է հենց ինֆինումին։ Հիմա մի հատ էլ հարկավոր է դիտարկել այն դեպքը, երբ որ ֆունկցիան ու այդ պարագայում պետք է ցույց տանք, որ սահմանը մինուս անվերջ է, հա։ Դեպքը երբ f-ը ներքևից ամենափակ չէ, հա։ Գծագիրն էլ այս պարագայում սենց կլինի, հա, այսպես։ Այս դեպքում ինչ ենք ունենալ, որ մեր ֆունկցիայի ինֆինումը ու մենք պատրաստվում ենք ցույց տանք, որ մեր ֆունկցիայի սահմանն էլ է մինուս անվերջ։ Լավ, այստեղից ինչ կունենանք, որ եթե ֆունկցիայի ինֆինումը մինուս անվերջ է, այդ ինչ է նշանակում, որ կամայական y-ի համար, հա, կամ m-ի համար, ինչ որ կուզենաք, հա, կամայական y-ի համար, մեր ֆունկցիայի մի հատ կետ կա, հա, կամայական y-ի համար գոյություն ունի x0, մեր այնպես որ fx0-ն ինչ է, մեր փոքր է y-ից, ու այս պարագայում իհարկե որ y-երն են մեզ համար հետաքրքիր, հա, մինուս անվերջությունն մոտիկ, հա, okay. Այս մեր x0-ն է, որտեղ ֆունկցիայի արժեքը y-ից փոքր է, հիմա ինչ է մնում ասել, fx0-ն փոքր է y-ից, այդ ասցինք, էլ ինչը փոքր կլինի y-ից, fx-ը, որ դեպքում, x0, այդ միջակայքում, չէ, օգտվելով f-ի նվազող լինելուց,
Կստանանք, որ կամայական x-ի համար x0-ից fx-ը փոքր է հավասար է fx0, հա։ Մյուս կողմից fx0-ն էլ փոքր է, հա, սրանն էլ, չգիտեմ, աստղանիշ տնենք, հա, այս էլ մի հատ էլ աստղանիշն էլ որ օգտագործենք, այս էլ փոքր է։ Հետևաբար վերցնելով դելտան հավասար է a մինուս x0, որը էլ դրական թիվ է, կստանանք, որ կամայական հենց կամայական x-ի համար, որը a մինուս դելտայից a-ը, տեղից բխում է, որ x-ը պատկանում է a-ից հանած a մինուս x0, դա x0-ից x0-ն է, իսկ x0-ից a թվերի համար ստացել ենք, որ fx-ը փոքր է։ Սա ինչ է նշանակում, որ կամայական y-ից մեր ֆունկցիայի արժեքները փոքր են, բավական է, որ սրա համար x-ը a-ին մոտիկ լինի, ինչը եւ նշանակում է, որ սահմանը մինուս անվերջ է, հա։ Որտեղից բխում է, որ սահման fx-ը x-ը այն ձախից ցկտելիս մինուս անվերջ է։ Այսինքն երկու դեպքում էլ միևնույնն է ստանում ենք, որ մեր ֆունկցիայի սահմանը հանդիսանում է մեր ֆունկցիայի ինֆիմումը, հա, թե վերջավոր, թե անվերջ դեպքում։ Բարի։ Հա, ոնց որ այդ դեպքում էլ իհարկե, եթե աճող ֆունկցիա եք դիտարկում, ու a-ից a պլյուս դելտա, այդ ժամանակ իր սահմանափակ լինելը վերևից, թե ներքևից է կարևոր լինելու։ Ներքևից, եթե աճող ֆունկցիա է, ոնց որ այդ ժամանակ ներքևից սահմանափակն է լինելու, եթե նվազող է, արդեն նոր վերևից սահմանափակն է կարևոր լինելու, հա։ Այսինքն, օրինակ այս նույն նվազող ֆունկցիան, որ նայենք a-ից a պլյուս դելտա 0 միջակայքում, այդ դեպքում սահմանը համընկնելու էր մեր ֆունկցիայի ինչի հետ։ Այս դեպքում էր, որ ինֆիմում էր, մյուս դեպքում արդեն սուպրեմումի հետ է համընկնելու, եթե a-ից a պլյուս դելտա 0 նայենք, հա։ Այսինքն հիմա հետ այս անեմ, ձեր ֆունկցիան էլ այսպեսին է, կներեք, այսպեսին է, նվազող է, ստեղ արդեն սուպրեմումի հետ է համընկնում, դե եթե աճող է ինֆիմումի հետ։ Թե ոնց որ եթե նկատի ունես կտոր առ կտոր տրված, բա ֆունկցիան պետք է լինի աճող կամ նվազող, այսպես թե այնպես a-ի ինչ որ ծախակողմյան կամ աճակողմյան այդ շրջակայքում։ Այսինքն հիմա ուզում ենք ինչ լինի, ասենք սենց նվազում է, հետո a-ից են կողմել այլ բան լինի, թե a-ի մի կողմում ենք ամեն ինչը նայում։ Այս պարագայում խոսում էինք միակողմանի սահմանների մասին, հա,
բայց եթե ինքը օրինակ նվազող ֆունկցիա է, իհարկե ինքը հեշտ պարտադիր չի ակետում սահման ունենա։ Մի դեպքում դուք նայելու եք այս ձախ կողմի ինֆիմումը, այս աջ կողմի սուպրեմումը, դրանք հեշտ պարտադիր չի, որ համընկնեն։ Ասենք։ Այդ ինչ եք ասում, ինչ եք կարծում, այս պարագայում ինչն է սահմանը։ Ինչ-որ մեկը չտարով բան էր ասում։ Չունի, չունի։ Որովհետև միակողմանի սահմանները հավասար չեն, դրա մասին քիչ հետո էլ կխոսանք։ Նարի, հիմա այս ամեն ինչը իհարկե կարելի էր նաև այն դեպքում ասել, երբ որ այս A կետը, ասենք պլյուս անվերջն է կամ մինուս անվերջն է, հա։ Մի ինչ-որ դեպքում ձևակերպենք, չենք էլ ապացուցի, հա։ Կամ եթե իցուկելի F-ը մի անգամից իրար հետ F-ը աճող է կամ նվազող է x0-ից պլյուս անվերջի վրա աճողի դեպքում x0-ից պլյուս անվերջում ինչ եք ուզենալու լինի վերևից սահմանափակ, ներքևից սահմանափակ աճողը արդեն ավտոմատ ներքևից սահմանափակ է կամ ինչ-որ մի ասենք եթե ասենք x0 պլյուս 1-ից սկսած նայենք, f(x0 պլյուս 1)-ով ներքևից սահմանափակ, այսինքն քանի որ մենք խոսելու ենք պլյուս անվերջում սահմանի վերաբերյալ, այդ պարագայում ոնց որ x0-ում ինչա կատարվում, ու x0-ում կարող է իհարկե սահմանափակել չլինի, այդ ոնց որ մեզ այդքան չի հետաքրքրում, հա։ Եթե f-ը սահմանափակ է վերևից, իսկ նվազող դեպքում ներքևից, ապա ասենք հիմա նվազող ֆունկցիա է, ուզում եք ներքևից սահմանափակ լինի, որ ունենա վերջավոր սահման։ Եթե ներքևից սահմանափակ չլինի, կունենա սահմանը կլինի մինուս անվերջ, հա։ Այս աճողը վերևից, նվազողը ներքևից։ Փակագծերին են համապատասխանում։ Ապա f-ը ունի վերջավոր սահման, հակառակ դեպքում սահմանը աճողի դեպքում ինչ է լինելու, եթե վերևից սահմանափակ չեղավ, պլյուս անվերջ։ Նվազողի դեպքում ինչ է լինելու, մինուս անվերջ։ Ու այս պնդումները ապացուցվելու են էլի նույն ձևով, ինչ որ քիչ առաջ ձևակերպած պնդումները, իհարկե այս մի հատ էլ կարելի էր ձևակերպել a-ից a plus delta 0, բայց եկեք բաց թողենք, հա։ Ֆունկցիայի սահմանի սահմանում է, որ x-ը ձգտում է վերջի, բայց սահմանը վերջավոր կիվալենտի համարժեքա հաջորդականության սահմանի չէ։ Այսինքն այս թեորեմը մենք ըստ էության պահպանեցել ենք, չէ՞։ Այսօր եթե հաջորդականության։ Այնտեղ այն հարցը կա, որ սահմանը կունենա,
ամեն հաջորդականության վրայով։ Բայց արդյոք այդ սահմանները իրար հետ կհամընկնեն, այդ հավելյալ կտորը պետքա մի հատ էլ համոզվել։ Ոնց որ կարաք մտածեք, թե դա ոնց համոզվենք, որ եթե բոլոր հաջորդականությունները ունի սահման, ապա այդ արժեքները ունեն սահման, ապա այդ սահմանը ճիշտ նույն թիվն է լինելու։ Կոշոր զուգամության սկզբունքը ֆունկցիաների համար իցուկ f-ը որոշված է x-ի վրա և անել x-ի կուտակման կետ է որպեսզի f-ը ունենամ վերջավոր սահման A կետում Հեշտ է և բավարար, որ կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունենա դելտա իհարկե էպսիլոնից կախված թիվ, այնպես որ հենց x' հանածան փոքր է դելտա ու նաև x2' հանածան փոքր է դելտա, այսինքն x'-ն էլ x2'ն էլ i դելտա շրջակայքում են գտնվում, այդ պարագայում, երկուսն էլ իհարկե որոշման տիրույթից։ Այդ պարագայում ֆունկցիայի արժեքները այդ երկու կետում իրար մոտիկ են, տարբեր հեռավորությունը փոքր է էպսիլոնից։ Հիմա ուզում ենք ցույց տանք անհրաժեշտությունը, որը շատ ավելի հեշտ է, քան բավարարությունը, ինչու գիտենք, որ ֆունկցիան ունի վերջավոր սահման, եցոք սահման fx-ը, x-ը a-ին ձգտելիս մեծատառ a-ն է, այդ ինչ է նշանակում, կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի դելտա դրական թիվ, այնպես որ հենց x-ը i շրջակայքում է ու i-ից տարբեր է, դելտա շրջակայքում է i-ից տարբեր է, այդ պարագայում մեր ֆունկցիայի արժեքը մոտիկ է i-ին, Այստեղ կարող են գրել փոքր է էպսիլոն, բայց կարող ենք նաև գրել փոքր է էպսիլոն կես, հետևաբար ուստի վերցնելով x'-ն ու x2'ը x-ից այնպես որ թե
ուստի կամայական x', x2'-ի համար x-ից, որոնք բավարարում են նաև այս պայմաններին, x' -ան, փոքր դելտա, ու x2' -ան, փոքր դելտա, կունենանք, որ թե f fx' -ան, փոքր էպսիլոն կես, նաև fx2' -ան, փոքր էպսիլոն կես, հա։ Ու մեզ հարկավոր էր ցույց տալ, որ այս արժեքների տարբերությունը էպսիլոնից փոքր է։ Եռանկյան անհավասարությունը։ Հիմա սկսենք այն տարբերությունից, որը մեզ հետաքրքրում է։ fx' հանած fx2'-ը։ Ճիշտ է։ Այս կարող ենք գրել որպես fx'-ից հանած a ու a-ից հանած fx2'։ Սա էլ փոքր է հավասար այդ եռանկյան անհավասարությունը այստեղ կիրառեցինք, հա։ Ու այս երկուսն էլ, հա, փոքր են էպսիլոն կեսից։ Դին գումարը փոքր կլինի էպսիլոնից, հա։ Ինչև պետք էր ապացուցել։ Հիմա հակառակը պետք է ապացուցենք բավարարությունը։ Ինչպես հակառակը ապացուցենք, որ եթե ֆունկցիայի արժեքները իրար մոտիկ են, ուրեմն պետք է ֆունկցիան ունենա սահման, հա, այն ձգտում։ Թափենք հակառակը։ Գուցե տենց տեղ հասնենք։ Ոնց որ եթե ուղիղ փորձենք շարժվել, այստեղ ոնց որ խնդիրը ինչումն է կայանում։ Այդ տեխնացու չունենք վերջավոր սահմանի, հա, որ հետո էլ ցույց տանք, որ դա է սահմանը։ Ինչպես դա անենք։ Ինչպես այդ տեխնացուն առաջացնենք։ Օրինակ մենք կոշու զուգահեռության սկզբունքը ունենք ինչերի համար, հաջորդականությունների համար, հա։ Ձեին օրինակ եթե վերցնենք կամայական x-n հաջորդականություն, չէ։ x-n, որը ձգտում է a-ին, x-n-ը a-ից տարբեր է, և x-ը պատկանում է x։ Այդ ինչ է նշանակում, որ fx-ները ինչպիսին են լինելու։ Ֆունդամենտալ են, չէ, լինելու, որովհետև այդ պարագայում թե x-ը, թե x-m-ը կարող են բավականաչափ մեծ n ու m-ի համար դելտայից փոքր կլինեն, հա։ Ու այդ պարագայում fx-n հանած fx-m-ը էպսիլոնից փոքր կլինի։ Հա։ Դա կարող ենք ստեղ ասել, հա, այդ ֆիքսած էպսիլոնի համար գոյություն ունի դելտա, այստեղ էս պայմանը ինչ որ մի բանով նշանակենք, հա, այստեղ պետք է աստղանիշով վերցնենք, հա, գոյություն դելտա էպսիլոնից կախված աստղանիշին բավարարող, հա, դելտան իհարկե դրական թիվ էր,
Ուստի հիմա այդ դելտայի համար էլ գոյություն ունի մի հատ n0, որը դելտայից է կախված, որն էլ իր հերթին էպսիլոնից է կախված, հա։ Բնական թիվ, որ այդ բնական թվից սկսած հետևում է, որ xn-ը i-ի դելտա շրջակայքում է։ Իհարկե, որ xn-ը i-ին հավասար չէր, նաև այստեղ կարող ենք պնդել, որ մեծ է 0։ Նույն կերպ էլ կարող ենք xm-ի համար դա ասել։ Իսկ եթե երկու հատ թիվ ունեք i դելտա շրջակայքից, ապա օգտագործելով աստղանիշը կարող ենք ասել, որ իրան այդ կետերում ինչերի տարբերությունը ֆունկցիայի արժեքների, հա, տարբերությունը փոքր կլինի էպսիլոնից։ Ուստի fx-ն թվային հաջորդականությունը ինչպիսին է, ֆունդամենտալ է, հիմա արդեն թվային հաջորդականության համար կարող ենք օգտագործել Կոշու զուգահեռության սկզբունքը, հա, Կոշու զուգահեռության սկզբունքը fx-ն հաջորդականության համար կստանանք, որ այն զուգամետ է։ Որ fx-ը զուգամետ է։ Այսինքն գոյություն ունի սահման fx-ն ու դա ինչ-որ իրական թիվ է։ Հիմա ստեղ էլի գալիս ենք հանգում ենք այն հարցին, որ այսօր մի փոքր խոսացինք։ Հիմա մեզ պետք է ցույց տալ, որ ֆունկցիան ունի սահման։ Ֆունկցիայի սահման ունենալու համար հերիք է, որ ֆունկցիայի սահմանը կամ ոնց եք ապացուցելու, որ սահման ունի։ Կամ որ սահմանումով առաջ շարժվենք, կամ Կոշի սահմանումով, հա, կամ հայնի։ Հիմա որ ճանապարհով ենք գնում։ Հանիների։ Հիմա միայն խնդիրը կայանում այն նրանում, որ այս բոլոր հաջորդականություններով, որ նայում ենք, լավ, սահմանները կան, արդյոք է դրանք բոլորը նույնն են, հա? Ցույց տանք, որ այս սահմանը fx-ը կախված չէ x-ն հաջորդականությունից, հա? Այո, որտեղ դեռ ֆունկցիայի սահմանը չենք ստացել։ Տեսել ենք, որ պարզապես այս պայմաններին բավարարող հաջորդականությունների համար սահմանը կա, բայց հիմա ուզում ենք տեսնենք, որ այնպես չի, որ մի հատիկ հաջորդականություն վերցնես, մի սահման ստացվի, մեկ այլը վերցնես, մեկ այլը ստացվի։ Ենթադրենք հակառակը, գոյություն ունի x-ն, y-ն, մեր որոշման տիրույթից,
այնպես որ x-ն էլ y-ն էլ ձգտում են ինչ էր մեր մոտ a երկուսն էլ հավասար չեն a-ին հա եւ ասենք մեծատառայով կնշանակենք սահման fx-ը որը հավասար չի սահման f y-ին, սա էլ ինչ-որ մեծատառ b-ով նշանակենք։ Հիմա ուզում ենք հասկանանք, որ այս դեպքում խնդիր կունենանք, հակասության կգանք։ Ինչն է տարամետ լինելու։ Հիմա ոնց որ մի հատիկ մենք ինչ գիտենք, մենք գիտենք, որ ինչ հաջորդականություն էլ որ այս պայմաններին բավարարում է, ֆունկցիայի արժեքները ունենում են սահման այդ հաջորդականությունների վրայով։ Հիմա x-ն ու y-ն այդ պայմաններին բավարարում են, fx-ը ունի սահման, fy-ը ունի սահման, ուզում ենք հասկանանք, որ այդ սահմանները պետք է իրականում նույնը լինեն, չեն կարա տարբեր լինեն։ Ոնց այդ հասկանանք։ Մենք ոնց որ ինչ-որ ձևով ուզում ենք խառնենք։ Ինչերը կարանք խառնենք։ Հա? Մեր ձեռը հաջորդականություններն են։ Հա? Հաջորդականությունները, տես, հիմա ոնց որ կարող եք մեկ այլ նոր հաջորդականություն ասել, որը մեկ է պարզվի, որ սահման չունի։ Արժեքները։ Ինչ հաջորդականություն վերցնենք, որ չունենա սահման։ Իդեպ Էդուարդ ես քո տված հարցի պատասխանն է ստեղ։ Ինչպես։ Ոնց որ այս x-նից ու y-նից մի հատ նոր հաջորդականություն է պետք ծնել, հա? Ասենք fx-ները ձգտում են 1-ի, fy-ները ձգտում են 2-ի։ X-ն գումարած y-ը, այդ կձգտի 2i։ Հա? Չէ, x-ն էլ y-ն էլ i են ձգտում։ Հա? Հիմա ինչ որ z-ն հաջորդականություն պետք է ասեք, կառուցեք, հա? Լավ, ասել չէ, կառուցեք, օգտագործելով հիմա եթե չգիտեմ, այս կետերում սենց արժեքները մոտենում են այս թվին, այս մյուս կետերում արժեքները մոտենում են մեկ այլ թվին, այսի չգիտեմ, x1, x2, չգիտեմ, xn, այս էլ y1, հա, y2, տենց, yn։ Այո, կենտուզույքով, հերթով, այս սրանք վերցնենք, դիտարկենք x1, y1, x2, y2, x-n, y-n, այդպես շարունակ հաջորդականությունը, որի էլի բոլոր անդամները x-ից կլինեն, էլի բոլորը a-ից տարբեր կլինեն, որովհետև թե x-ն-ը, թե y-ն a-ից տարբեր են, ու որ երկուսն էլ ձգտում են a-ին, այս խառնած հաջորդականությունը եւս կձգտի a-ին, որի բոլոր անդամները x-ից են, a-ից տարբեր եւ որը ձգտում է a-ին։ Հա? Հա? Z-նով նշանակենք այդ հաջորդականությունը այստեղից կստանանք, որ գոյություն ունի սահման ինչ FZ-ն, հա?
Հա, այդ էլ եկեք նշանակենք C-ով։ Հետևաբար նաև օրինակ f z ինչի սահմանը գոյություն ունի։ Հա, 2n + 1, հա, ու իր ենթահաջորդականությունը նույն c է լինելու սահմանը։ Մյուս կողմից կենտրը եթե վերցնեք, այդ ստանալու եք եկեք 2n - 1 գրեմ, որ ստեղ ոնց որ հենց x-n-ի հետ համըն կնի, fx-n, որը i է։ Մյուս կողմից c-ն հավասարասահման fz 2n, հա։ Էտել B-ա, ուստի, ան հավասարա C, հավասարա B, եկանք հակասության, հա, կամ արի։ Հա, մի հատ էլ կոշու զգամության սկզբունքը ձևակերպենք պլյուս անվերջի դեպքում, հա, չենք ապացուցի, բայց ճոնեմ, լիցուկ Zero, f պլյուս անվերջը x-ի կուտակման կետ է։ Որպեսի f-ը ունենա սահման, հա, ունենա վերջավոր սահման, պլյուս անվերջում, այստեղ բավարար, այստեղ բավարար, որ կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունենա ինչպես, հա, դելտա կախված էպսիլոնից, հիմա մենք գործ ենք ունենալու ինչի հետ, մեծատար դելտայի հետ, հա, ստեղ արդեն պլյուս անվերջի շրջակայքեր ենք նայելու, այդ պատճառով արդեն գոյություն մեծատար դելտա էպսիլոնից կախված, որպես որ հենց x' ու x2 շտրիխը մեծ լինեն դելտայից, ու իհարկե այդ մեր որոշման տիրույթից լինեն, տեղից կբխի, որ մոդուլ f x' անհատ fx2 շտրիխը փոքր էպսիլոնից։ Ու իհարկե մինուս անվերջության դեպքում էլ ինչն է փոխվելու փոքր դելտա է ստացվելու ու իհարկե այդ դեպքում էպսիլոնը 0-ին մոտեցնելով այդ մեծատար դելտան կմոտենա մինուս անվերջությանը, հա, այդ պարագայում, այս մի դեպքում պլյուս անվերջությանը, այն մյուս դեպքում մինուս անվերջությանը։